Քեզի պիտի բարձրացնեմ, ով իմ Աստվածս, որ թագավոր ես, ու քո անունը հավիտյանս հավիտենից պիտի օրհնեմ, ամեն օր քեզ պիտի օրհնեմ, եւ քո անունը հավիտյանս հավիտենից պիտի խոհեմ։ Մեծ ու խիստ խոհելի է դերը, որ մեծությունը անքննելի է։ Մեծ սերունդը մյուս սերունդին պիտի խոհե, քո կորձերը, ու քո զորությունները պիտի բախվեն, քո պարտի մեծությանը, վայելչությունը եւ քո հրաշալի գործերը պիտի հայտնեն։ Դերոջը այս մեզ առաջնորդող խոսքերով սկսենք մեր պաշտամունքի եկելով 440-րդ կերպը եւ 440 որդիները։ Հարսվելույն ձատկոցին դակտնավորը ամենագարողին հոանավորությանը դակ բիդը հաչի։ Արտաներ ամբիդի պրգեք ես հոստորդին որոքայդ է, ապագանին շանդամահ է։ Բիդի չվախված կիշերվան զահուրանք է ու ծերերը կրճողներ է։ Հազար հոգի կուկով է ու 10,000 կվաճրով մեկ բիդի ինա, բայց կեզի հայված մո բիդի չվադենա։ Որովհետև քուն դերը իմ ավավերս Հարցյալը քեզի ավաստանարանն է։ Վասնձը և հրեշտակներուն վիդամուսվրե քեզի համար, որ կու բոլոր ճամպաներուտ մեջ քեզ բահեն։ Հարյուծի ու իշի վրա ամենիքարես,
բոլորին ուրիշան որ պիտի ողջունես։ Ինձի պիտի կանչե ու ես անոր պատասխան պիտի տամ։ Լեւության մեջ անոր հետ պիտի ելնամ, պիտի ապրեցնեմ ու հարավարեմ սակայն։ Շնորհակալ եմ երկնավոր Հայր, որ այս քաչանելով, խոսքերով, ամրապնդող ներփոխյով մեզ դարաշնորհես, որպեսզի քուրակ մեր վստահություն ընդունելով գարանանք մեր շաբաթը սկսի։ Փառք քեզի այս պատմական խոսքերով համար, սակայն խնդրենք, որ այն խոսքերը, որ դարձին մեր սրտերում մեջ ողացանակվի, եւ գարանան դալիվար միշտ հիշեն, որպեսզի մեր աչքերը գտնված դժվարությունները հաղթահարելու համար կարողություն ունենան։ Որտեղ այս արու ամեն մեզ եւ շնորհակալ եմ քեզ, որ մեզ պահեցիր, պաշտպանեցիր շաբաթը եւ դարձյալպես հավաքեցիր, որպեսզի քո ցայնը լսենք, քո ներկայությունը լսենք, քո պատմանը լսենք, որպեսզի օրերն ամոթ բերնան սուրբ արդ, որտեղ մեզ ամեն մեկը խոս, ինչպես նաեւ հերի վրա բոլոր պաշտպան դարավորները եւ դեր այսօր մեր պաշտպանները դիզյան արժեները որ օրդություն մնա, հարկի համար խնդրում եմ։ Եկենք մեր նստած տեղերը նաև 518-րդ երգ և 518-րդ։
ծնունդի ուրեմն երկրորդ մոմը պիտի բարենք այսօր եւ անոնք, որոնք նշանակված են այս երկրորդ մոմը վարելու պիտի հրավիրեն, որ առջև կան։ Սպասեցեք միայն, մի քանի խոսքեր ունեմ, ասելի։ Ծնունդի խաղաղության մոմը, որ այս ուղղությամբ Աստծո խոստումները մեզի գուկա, Հիսուսի ծնած ադենը, Բեթլեհեմի մեջ և հրեշտակները զայն ավետեցին երկերով Մատթեոս ավետարանի անեման, ինչ կսին։ Երկինքի փարթության մեջ Աստուծո փառք, երկրի վրա խաղաղություն և մարդուս մեջ հաջողություն։ Քանի որ թե Հիսուսի ժամանակ, և թե անոր հաջորդող ժամանակներում մեջ, և թե ներկայիս մեջ այս խաղաղության մեծապես պետք է։ Եվ այս խաղաղությունը կրնանք ունենալ միայն Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ինչու որ Եսայի մարգարեը գսե անիկա պիտի կոչվի խաղաղության իշխան։ Ուրեմն այն խաղաղության իշխանի լույսը մեր սրտերում մեջ թող բարի եւ վարած մնա։ Անորոշ հրավեցեք, ցեզ մեզ սկսյալ մեր փորը մեջ նոր խաղաղության իշխանի լույսը մեր սրտերում մեջ նորվա։ Այսօրվա հյուրասիրությունը պաշտամունքեն վերջ պատրաստած է Դիգին Շաքե Սեմերջյան և իր զավակներուն կողմը։ Իր ամուսնույն հանգուցյալ Զոհրաբ Սեմերջյանի մահվան առաջին դարեկուցին արիքով։ Զոհրաբ եղբայր անցնող դարիներու ընթացքին հաջող իր ծառայությունը բերած է մեր թեմին մատուցանելով հոգեշունչ պատգամներ դարբեր արիքներով։ Դերը երկնային մխիթարություն շնորհ իր սիրելիներուն եւ իր հիշադակը անման ունա անոնց սրտերում մեջ։ Զոհրաբ եղբայրը, որ չէի ճաշնա սկիզբը, 8 դարիներ առաջ և կսեցի, որ Զոհրաբ անունով մեկը պիտի կա մեր եկեղեցի, շատ ուրախացա։ Ուրախացա անոր համար, որ Զոհրաբ անունով եղբայր ունեի, որ գործունեությունած էի 10 տարիներ առաջ Սան Ֆրանցիսկոյի մեջ։ Չէի գրել ողոլամ։ Անունը իմ մեջս կենթանացուց իմ եղբորս ներկայությունը։ Սակայն Զոհրաբ Սեմերջյանի մեջ մենք տեսանք քրիստոնյա եղբայրը, որ հեզ էր, հյուրահավոր, եղբոնար, եւ ոչ թե միայն խոնար, ապա հավատալ խոնար։ Նաեւ քանքան չունեցող հավատացյալներ, առանց ժխտական արտահայտության, գհաճախեն եկեղեցիներ առանց խտրություն տնելու։ Բայց իր ամենահատկանշական ողմը Քրիստոսը քարոզել սիրող անձնավորություն ուներ։ Իր յուրահատուկ պատմություններով
մեզ դարիմ առաջ ալագնգալ երբով դերոջ միացող այս խոնար երկվոր համար այսօր մենք կսենք որդյա և անդարան ուլայիք հանգակի հիշադակ և թուժման որեր անցնող իր դիգմոչ շակեի և զավակներում, ինչպես նաև իր քրոջ արաքսիի ընտանիքին ումախնենք Սուրբ Հոգուի մխիթարությունը և համբերությունը։ Կուզենք թե արդեն անգամ ևս հիշել, որ մեր մտքերի մեջ մնա մեր նոր տարվա և Սուրբ Ծնունդի եկեղեցական դոնացույցը։ Գիրագի դեկտեմբեր 24-ին, այսինքն քալ գիրագի, արևմտյան և դեղական ծնունդի պաշտամունքը պիտի կատարվի եկեղեցուց երկչապունքի մասնակցությամբ։ Շաբաթ հունվար 6-ին քալդարի եկեղեցուց ճաշկելու պիտի կատարվի Սուրբ Ծնունդի առիթով երեկոյան ժամը 7-ին վարը առօրյա սրահի մեջ։ Մտքի նվերը պիտի լա $15, իսկ 10 տարեկանեն փոքր եղող բզդիկներուն համար սրի պիտի լա։ Համատամ ճաշեր կենդլլայթի սրվիս և կերանգստական հայդակի ու երկեցողությամբ։ Իսկ գիրագի հունվար 7-ին նոր տարվա և հայկական ծնունդի պաշտամունք պիտի ունենան, ինչպես նաև դարվան առաջին հաղորդության մատակարարումը պիտի ունենա միացյալ եկեղեցու ներկայացուցչին կողմէ վերաբերվելի դոկտոր Քրիստին Մարի Գլադուի ներկայությամբ։ Ժամանակը պիտի անցնենք Աստվածաշունչի ընթերցումը։ Լսենք Աստուծո սրբազան խոսքը, որ Լուկա մեզի Ղուկասու ավետարանի 11-րդ գլուխն առաջին 11 համարներում ընթերցումը լսենք։ Դերը աղոտ գներ Հիսուս և թատրեցավ իր աշակերտներն մեկը ըսավ իրեն. Դեր մեզի աղոտ գներ սորվեցուց, ինչպես Հովհաննես իր աշակերտներուն սորվեցուց։ Եվ Հիսուս ըսավ անոնց, երբ աղոտ գներ, ըսեք, ով հայրն որ երկինքն ես, քո անունդ սուրբ լա, քու թագավորություն կա ու գամքը լա, ինչպես երկինքը, նույնպես երկրի վրա։ Մեր ամեն օրվան հացը օրե օր մեզի դուր և մեզի ներեր մեր բարդերը, քանզի մենք ալգներենք այն ամենով, որ մեզի բարդարան և ու մեզ փորձության մի դարեր, ապա չարեն ազատել։ Եվ ըսավ անոնց, ցեզնե ով է ան, որ բարեկամ ունենա ու գեսի շերվան մեջ երկա անոր և ըսե, բարեկամ ինձի երեք նգանակ փոխտուր, վասնզի իմ մեկ բարեկամս ճամփային ինձի եկա ու փամը չունիմ անոր առջև քնելու։ Անեգայա ներսեն պատասխան դա և ըսե, ձիս միով եսներ արդեն քուրը խոցված է ու դրատս իմ քովս անգովինի մեջ եք, չեմ գնար ետև ու քեզի հաց տա։ Ցեզի գսեն, թեև բարեկամության համար չելներ, դա անոր, սակայն անոր թախանցանքին համար պիտի ելներ ու պետք եղածը դա արած։ Ես ալ գսեմ ցեզի, խնդրեցեք և պիտի դրվի ցեզի, խնդրեցեք ու պիտի գտնեք, թուրը զարմեք և պիտի բացվի ցեզի, վասնզի ամեն ով որ կխնդրի գարնե, և ով որ կխնդրե կգտնե, և ով որ թուրը կզարմե պիտի բացվի անոր։
Ձեզնե ով է անհայրը, որ մի որդին հաց ուզե, քար դառնա, կամ եթե սուպ ուզե, օծ դառնա, որդի Ալլա դերուչը խոսքը ներսը դերում է։ Փառք և օգնություն կվարձանենք քեզ երկնավոր Հայր, այս պատմական խոսքերում հավաք, որ մեզի աղոթքի մասին խոսի։ Շնորհակալ եմ Տեր, խնդրենք, որ այս ուղղությամբ ոչ թե միայն գաղթացողներ ունենք, ապա նաև այսօրվան պատկանն լսելու համար տուն մեզ պատրաստել։ Այսօր ես ավագը, որ այս պատկանը մեզ իպրել։ Շնորհակալ եմ Տեր գենաց խոսքի համար։ Շնորհակալ եմ քո ներկայության համար, քո զավակներով քեզ պաշտելու այս արիքին համար։ Մինչ քո ներկայություն կվայրենք, քո խոսքերով, երկեցողությամբ, աղոթքով և պաշտամունքի անցանք մասնակցությամբ մեզ մեր ամեն մեկում ցույց տված սերը, ժամանակը, նվիրումը թուն օրհնելու որպես և մեզ ավելի քեզի վայելուչ զավակներ մեզ և ոչ թե միայն լսողներ ունենք, ապա նաև խորձակցողը մեզ պահել հավատքի մեջ, գիտենք որովհետև ինչ որ գնենք, դու զանով Սուրբ Օգնիք միջոցով գադարելափորձելու համար մեզ օգնես։ Այս նաև գիտենք որ ամեն մեկուս հավատքը թուն կգնես, թուն սրները չես օգնես, քանի որ դու նայված քո ցույց տված հասկացողությունը մեզ հետ բոլորովին տարբեր է։ Այն իմաստով ինչ որ կխոսենք և ինչ որ գնենք, ինչ որ կաղոթենք, ինչ որ սեր և ծառայություն ցույց տանք, թող Տեր ամենը գադարելության հասու։ Ինչ որ կխոսենք մեր դգար լեզվով և ինչ որ կփորձենք մեր դգար սերտով, թող զորության մեզ եկեղեցիս բոլոր ծրագիրները, գործունեությունները, թե գրադարանի մեջ, թե դիգնանցի մեջ, թե պաշտպանության ընթացքին, թե վարչության, բոլոր անոնց ովեր խումբը միասնաբար, որ քո եկեղեցի կկազմեն, բոլոր ժողովուրդով, Սուրբ Հոգիով օգնում մեզ առաջնորդել և պահել մեզ քո սիրուն և շնորհած մեզ։ Մինչ ովեր գործես մեզ քո ներկայությունով օգնոց երբեք չեք մոռանալ մեր այն սիրելիները, որ այսօր ներկա չգրցան անում, անոնք որոնք կհետևեն մեզի առցանց, անոնք որոնք առանցին են, նույնիսկ լսելու և գիտելու կարողություն ապրում իրենց հետևած բոլորին, անոնց վերքերու ըստեղանի և ցալերուն թարմաչ նորից, անոնք որոնք ովեր ունին իրենց կյանքի նեղությունները, դժվարությունները, սուքերը, դրդությունները, Սուրբ Հոգիով գաբեր սիրեք այցելես, ու ներկայությունով կսկալու կա, բոլորին աղոթեր, և թուն պարավորվիս մեզի որդեր շնորհակալության, պարապանության, խոհունակության, երախտավարության հոգիով լեցնես, որպեսզի կարողանանք միշտ պարապանել պարապանել և ամեն վիճակներու մեջ կարողանանք որդեր քեզի փառք տալ։ Խնդրենք այս աղոթքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որը կվայելել փառք, իշխանություն և բան։ Հիմա փառք
Վատիեն այսօր, որ տացյալ մեր բատկամապերը դիգելնա, ուրևն ալուկն էսեսյան, շնորհակալ ենք երեմ, որ մեզ միշտ չմերժել և գլթունի իր բատկաններով, իր ներկայությունով։ Շնորհեցիք։ Երկի բաժինը պետք է իշեի։ Ուրեմն վերջի երկը դիլա 265 երկը և անգելարշի ուրեմն ներբայանում դիլից։ Առաջի երեք համարները։ Շարաչ պատվելու որ գարտած ուգասի արգարանի 11-րդ գլուխը այս հատվածը քննելու և ստանալու մասին է և շատ հաճախ կմտածենք այս հատվածի մասին որպես կապարտական ծուբի կխնդրենք կշարժենք և մեր ուզածը կլնա։ Կամ կխնդրենք, կաղոթենք, կշարժենք և բոլոր մեր դժվարությունները կվերանան։ Սակայն Աստվածաշունչը տարբեր մեկնաբանություն ունի այս հատվածը և ավելի նաև մտահոգիչ, այնտեղ որ մեր այս մեկնաբանությունը չի համապատասխանել մեր ամենօրյա կյանքին։ Հիվանդ կլա, կաղոթենք, հիվանդը չփոխվի։ Կաղոթենք, որ մեր պաշտոնը բարձրանա և չի բարձրանա։ Ինչ կլա գործի։ Շատ հաճախ մեր աղոթածը չենք ստանում։ Իրականության մեջ այս հատվածը շատ ավելի
խորունգ է իմաստալից է, քան կգարձենք, քան մեր աչքերում գտնվա։ Շատ ավելի խորունգ է եւ առող խորունգությունը երբեք տակը չենք հասնի։ Եվ այս հատվածին ավելի մոտիկել պիտի նայենք այսօր եւ 4 բաներով պիտի անդրադառնանք։ Խնդրելու համատեքստը, the context of asking, համատեքստ, միջավայր, ինչ եւ ինչու խնդրենք, what and why ask, ինչպես խնդրել, how to ask, եւ խնդրելու պատրաստություն, prepare for asking. Համատեքստը, ինչ եւ ինչու, ինչպես եւ պատրաստություն խնդրելու համար։ Համատեքստը առնենք եւ երկու բաներով պիտի արձագանանք։ Բնակրային համատեքստը, textual context, բարերեն մի վախնակ, բարերեն միտքերը բավական բարձ են, եւ երկրորդը մշակութային context-ը, a cultural context, համատեքստ։ Հիսուս առնենք առաջինը տեքստային համատեքստը, բնակրային համատեքստը, Հիսուս գաղութ է գոր։ Գվերջանա, աշակերտները գմոդենան Հիսուսի, կխնդրեմ, որ իրեն աղոթ է սորվեցնեն։ Դեսած են Հիսուսի աղոթքը, դեսած են այդ աղոթքի աստեցությունը, տրական աստեցությունը իրենց կյանքի մեջ, եւ իրենք ալգուզեն աղոթողները լավ աղոթողները լավ։ Եվ Հիսուս իր բանասկանը երկու բաժինի կվերած է, առաջինը դերունական աղոթքն է, մենք բոլորս կոց գիտենք եւ հաջող կաղոթենք, Ադիա որպես նմուշ աղոթքներու, որ մեջ կբարունակվին աղոթքի բոլոր դատերս ենք բաժինները, եթե գուզեք, եւ վերջը կանցրատանում արագ մգվատնեն, եւ վերջը արագին իր մեկնաբանությունը կգա։ Ուրեմն արագը հետեւյալն է, մարդ մի քիշերվա կեսին հյուր գտնի։ Հյուր այսինքն ճամփոր բներ, օտանա ուշացուցերը ուշ կհասնի կես քիշերի։ Մարդը գնայի շուչը հաց չունի տալու, գերտա իր ընգերին դունը, քիշերվա կեսին թուրը գսարի, մարդը կնացած է, բզիկները հետ անգոյնի մեջ, այդ ժամանակ երևի բոլոր մեկ անգոյնի մեջ կվագեին, մարդը գզածվի գանանքը ստանա, չուզ է ներդեր, բայց աստան, որ շատ գզարն է, գպնտ է, հարատև է, չի գենար, ուզած, չուզած, գել է, առանց ուզելու երեք ատած։ Հիսուսի մեկնաբանությունը վերջավորության, այդ է գսե, որ դրան իր ընգերը էր, բայց ադոր համար չէ որ կավ, թեպետ ադգա իր թերը ունի, բայց տվավ իր մեր թախանցակին գերբով ուզողին։ Թախանցակին պարը կին բանի մեջ, NIV-ի մեջ կթարգմանվի shameless audacity, անամոտ հանդգնություն։ Եվ իրականության մեջ ես հունարենի մասնակետ չեմ, հունարեն երբեք չեմ գիտեր, բայց նայեցավ պարարաններ, անամոտություն պարն է թախանցակին թարգմանված հայերը։ Մարդը առանց աննշնալու, առանց քաշվելու, հարաբերության գուզե եւ վերջը կստանա իր ուզածը։ Եվ այս պատմությունն մեկնաբանությունն մեջ Հիսուս կսե, խնդրեցեք եւ պիտի դրվի ցեզի, խնդրեցեք ու պիտի գտնեք, թուր զարգեք ու պիտի բացվի ցեզի։ Ասիգա բնակրային համատեքստն է, textual context, անցնենք մշակութային համատեքստի։ Պիտի մտածենք առաջին տար բարեստի։ Եվ որոշ չափով այսօրվա միջին արևելքի մտածելակերպ կա։ Զավակ մգուզե բաբայը, դվողը հայրն է իր զավակին։
Եվ աս ուզվիլը և դրվիլը գլագոր հայր ու որդի հարաբերության համատեքստի մեջ, կոնտեքստի մեջ։ Այս շատ կարևոր հասկանալ։ Եվ առաջին տարվա բայստին երբ որ խոսի, եւ այսօր շատ միջին արևելքի քյուղերում մեջ ասում մտածելակերպը կա, հայրը իշխանություն է, authority։ Հորը որոշումները հարցականի չեն ենթարկվում։ Հայրը գսե եւ գլա, փանագի պես։ Եվ դրան որ գմեցնա ընտանիքի մեջ, գորթեքրե գվեցնե հորը մտածելակերպը, հորը արժեքները, հորը արհեստը եւ հորը ուզած աղջիկան հետ կամուսնա։ Զավակը եթե գուզեք հորը ֆոտոկոպին է։ Այդ համատեքստի մեջ, այդ մշակույթի մեջ այդպես է։ Եվ ասիկա շատ կարևոր է, որ հասկանանք, որպեսզի մեկնաբանենք այս հատվածը։ Ուրեմն այստեղ զավակը, որ գուզե, կմտածե հորը նման, իրեն համար կարևոր է այն ինչ որ իրեն հորը համար կարևոր է եւ գուզե ինչ որ հայրը դիտի գուզեր։ Ասիկա կոնտեքստն է այս հատվածի։ Համատեքստը։ Ինչ եւ ինչու խնդրենք։ Նախարար ինչու եւ ինչ։ Սեսպե ով է այն հայրը, որ մեկ իր որդին հաց ուզե, քար տանող, կամ եթե ծուկ ուզե, ծուկին դեռ օծ տանող, կամ եթե հավիտ ուզե, գարիչ տանող։ Աստված անպայման մեզ լավ բաներ ուզե գտա։ Եվ վերջը գսե դուք որ չար եք, Ձեր զավակներում աղեք ընձանել դալ գիտեք, որ շատ ավելի ձեր հայրը և ինքեր Սուրբ Հոգին պիտի դարձեցին։ Ասիկան իրացու ավետարանում։ Մատթեոսի մեջ փարի բաներ պիտի տալիս է Սուրբ Հոգիի փոխարեն, և Մատթեոսի մեջ հաց և քար է, բայց ասում երկրորդականում քաղաքարը կմնա նույնը։ Աստված մեզի անպայման լավ բաներ պիտի տա ինչպես հավիտ եւ ծուկ, եթե ուզենք։ Շատ լավ։ Եթե հավիտ ուզենք, օծ պիտի չտա, ծուկ ուզենք, կարիչ պիտի չտա։ Մեկ բառը պիտի խնդրեմ մտածենք։ Իսկ եթե մենք կարիչ և օծ ուզենք, ինչ պիտի տաս։ Եթե մենք կարիչ և օծ ուզենք, Աստված ինչ պիտի տա։ Հիմա գլսեմ կպոստանակ, կփոխեք, կթշկոյեք, մենք կարիչ և օծ չենք, դրա չափ հիմար չենք։ Երկու վարքան մտածենք։ Մեր բզիկները իրենց ազատությունը դաս, ուզեն որ 24 ժամ վիդեո խաղեր խաղալ։ Գամ, երբեք ճաշ չուտեն, միայն դիզեր կուտեն։ Իրենց վնասականներ ասում, չէ՞։ Ով գսես, բզիկները ատանգեն, մենք մեծեր զարանք չենք։ Վստահ չեմ։ Հանդիպած ենք քրիստոնյա առաջնորդներում, կամ քաղաքական առաջնորդներում, որոնք իրենց հիմար քայլերում պատճառով կքանդեն իրենց տունը, իրենց ընտանիքը, իրենց ծառայած եկեղեցին, կքանդեն համայնքը, կքանդեն իրենց career, կյանքը կսնանգանան, որովհետև հիմար բաներ ուզեն եւ գնեն։ Հանդիպած եք։ Ես հանդիպած եմ վստահ եմ։ Շատ կա։ Եղած է, որ մենք անցյալի սխալներ ըրած են և զորչացած ենք այսօր, վստահ եմ, ես ըրած եմ, վստահ եմ, բոլորս ըրած են։ Եթե անցյալի սխալներ ըրած ենք, որ կզղճանք վերջը և հինգը վճարենք ատոր համար, ինչ վստահություն չունենք, որ մենք այսօր սխալ
փոփակներ հետապնդումներ չունին, որ վաղը պիտի զղջան։ Ինչպես կնագաչալի նամստատի։ Ոսարակյալ հրոմայացիս 7:2 մեջ ուսե, որ ես ուզեմ լավը ըննել, բայց մեջս չարը գա, որ գխանքարե և գուզե չարը ընել, մեջս պայքար կա, և երբեմն չարը գհաղթել։ Շատ հաճախ աստուծո մեր բաներ ուզենք և Աստված չի տար։ Եվ պատճառներ եմ ասում, մի քանի հատ տվենք։ Անշուտ Աստված ուզեր մեզի լավագույնը տա, բայց մենք շատ հաճախ ուզենք բաներ, որ այսօր մեզի համար լավ է, բայց Աստված հերում կմտածե, ուզե պապդալը ոչ միայն այսօրվա հարություն համար լավ է, հապա հարություն համար լավ է 10 տարվա վեճ եղող հարություն։ Աստված ապական կմտածե և ուզե պապդալը ոչ միայն իձե համար այսօր լավ է, դերս այսօր արջավա լավ չէ, բայց ապակայամա շատ լավ դիլա, մենք մեր գզիկյան ատպես կրեք չէ։ Գսենք վիդյող աղջիկան հասկին սորվից։ Ու չուզեր այսօր համար լավ չէ իրեն, բայց ապակայի համար լավ է պասորվիլը։ Աստված էլ այդպես է։ Աստված կինե եթե մենք պատրաստ ենք բանին որ ուզենք։ Չենք էլ գործնողը իր 2 տարեկան երեխային ցերկը թանակ չենք տար։ Կինենք որ անգա ինքը պատրաստ չէ թանակը գործածելու, գրնային ծիրեն դրասել։ Բադան ինձ էլ զենք աչեստար մեջի գավարը։ Գրնային զինքը բնասել, որովհետև գործածել չի գիտեր։ Սիրելիներ, հարստությունը, փառքը, բադիլը, պաշտոնը շատ վտանգավոր գործիքներ են։ Հիանալի բաներ են անձամար որ կինենք գործածել, բայց շատեր կհասնին այդ բաներում առանց հասկանալու։ Հոլիվուդի Hall of Fame-ը նայեցեք, լեցուն են երեխա թերասաններում նշանավոր եղած են և այսօր իրենց կյանքը դրոգներու մեջ, թմրամոլությաններու մեջ, դիպրեշնի մեջ, սնանկության մեջ կա։ Որովհետև այդ հարստությունը և համբավը և այդ ծափահարությունները գործածել չեն գիտեր, երեխա են, նույնիսկ մեծեր գավը գործածել չեն գիտեր, որովհետև չեն սորված։ Պետք է այդ խոնարհությունը, իմաստությունը չունի այդ զորավոր զենքերը հարստության և համբավի, պաշտոնի, իշխանության զենքերը գործածելու համար, ադոր համար շատ հաճախ Աստված մեր ուզածները չի տա, որով պատրաստ չենք գործածել։ Աստված չի տա մեծի բաներ, որոնք չուզեր տալ բաներ, որոնք մեր ուշադրությունը իր մեկը հեռացնեն։ Եվ եթե մենք պատրաստ չենք այդ իր տվածը առնելու, գխանալիք ու անձնիցեր կերնից և աչապ կշիշնինք, աչապ mesmerize կլանք այս խաղալիքով, որ գմորնանք աստուծով։ Ատոր համար Աստված ուզե որ մենք միայն ու միայն իրեն պաշտենք և ոչ թե ուրիշ խաղալիքներ որ ուզենք ունենալ և շատ հաճախ խաղալիքները մեր աստվածները կլան և ատոր համար Աստված չուզել կա։ Աստված շատ հաճախ գնային մեր շարժարիքներում, ինչու համար ուզենք որ պամել, և եթե մեր շարժարիքը առողջ չէ, ճիշտ չէ, չի դա, ատոր համար է, որ հատոքոս արակյալ դսե, թուք ուզեք, որովհետև սխալ շարժարիքներ ունի, սխալ բաներու համար ուզեք գործածել, ծեր անձին համար ուզեք գործածել։ Շատ հաճախ, երբ որ պաշտոն ունենանք, ասիկա արիտ է ուրիշներու ջեշելու, արիտ է կրեդիտ առնելու, արիտ է պարկ կտրելու։ Որեն, գերնանք գործածել մեծի դրված իշխանությունը սխալ բաներու համար, երեզնան ասվածանախման մեծ չի դարներ ուսածել։ Եվ նայեցեք ասում ես մի քանի օրինակներ դեպի, բայց շատ ուրիշ պատճառներ կան, որով Աստված իր հավիտենական իմաստության մեջ մեր ուզածը չի դար։ Գերնանք չհասկնալ, որովհետև դերևս իրականության մեջ մենք ոչինչ կրեդիտ չենք գիտեր, ոչ մեր մասին, ոչ այն կյանքի մասին։ Ադոր համար Աստված որ հավիտենական իմաստության մեջ ամեն բան գիտեր, շատ հաճախ որոշումներ կան, որ մեզ համար անհասկանալի և անընդունել, բայց
հավաքով ենթարկվին Աստծո կամքին։ Մենք մեր զավակներում մեր իդեմ ամեն ուզած չենք դար։ Ինչու գալինքալ ենք, որ Աստված մեզի մեր ամեն ուզած։ Շատ բարի։ Նայեցանք ինչու և ինչպես, ինչուին, հիմա թարման ինչպես կխնդրես։ Չնայած Աստված ինք մեզ պիտի դա այդ ինչ-որ ինքը կհարմարը նկատել, ամենայնիվ մեզ մեկ ագնիրալ է, մեզ մեկ խնդրած է, մեզ պլապլած է, մեզի հրամակած է, խնդրել, աղոթել։ Եվ այս համարի մեջ երեք փայեր գործված է։ Խնդրել, փնտրել և թույլ տալ։ Ask, seek and knock։ Եվ շատ հաճախ, եթե շատ խորը չմտածենք, այս երեքը մեկ կապար է։ Խնդրելու դարբեր սերերը, խնդրել, թույլ տալ։ Թույլ տվեք ձեզ ես դարբեր մեկ նապահություն մտամ։ Այս երեքը գվերապերին մենք կխնդրենք Աստծուց և նաև կխնդրենք ուրիշ մարդոցներ, որովհետև վերջի վերջով Աստված մեզի ուդար շատ հաճախ մեծ անձամբ ուրիշ մարդոց միջոցով։ Ատոր համար այս երեքը գվերապերի իրականության մեջ ուրիշներու և ուրիշ պամունավեջ իրավելացնեմ, ուրիշները խնդրել և Աստծուց մեզ խնդրել։ Առաջինը խնդրել է ask։ Ասիկա աղոթքի մասին է, Աստուծո գտի մեզ խոսքով և ուզես քեզի պետք եղածը։ Եթե քեզի պետք եղածը տուն գրնաս հայկայտել, Աստուծո չես խնդրել, պետք չէ խնդրես։ Տուն կնա և ցեք պետք քեզի պետք եղածը, քու ուզածը, եթե տուն գրնաս։ Եթե ընգեր մգնա քեզի քյուրքյան տալ, կնա ընգեր եմ խնդրել, Աստուծո մի խնդրել։ Աստուծո խնդրի այն ինչ-որ քու կարողությունները վեր է և թույս է։ Եվ այս խնդրելը մտքի և խոսքի արտահայտություն է, և սակայն մեզ մեկ ակնկալի, որ հարադևորեն աղոթենք, համարձակությամբ աղոթենք, աներեսությամբ աղոթենք, եթե կուզենք։ Երկրորդը փնտրեցեք։ Փնտրելը քիչ-մոտ գործ ենթադրել, բայց ավելի նաև մտքի գործունեություն կա։ Կփնտրես, կմտածես փամանի գործընթացի, ուր թրի մեջ նամկան, ով դեսավ ուր թրի, գնամ հարցնել, եթե մեկը չէ դեսած, եսա չեմ միշեր ամեն անգին, ամեն ձագը ձուկ կփնտրեմ, աշխատանք կա, բայց նաև շատ ինտենսիվ մտքի աշխատանք կա։ Եթե խորտ պիտի փնտրել, փնտրելու աշխատանք է, կմտնեմ ինտերնետ, կամ կփանամ հերքերի հին օրերը, գնայմ ու գործի հայտարարություններ կան։ Իմ CV-ս կպատրաստեմ, կպլանավորեմ, պլան գնեմ, ինչ գործի պիտի թիմեմ, ինչպես պիտի թիմեմ, ով որում կջանչնամ, strategize գնեմ, եթե պետք է որոշ մասնակցություն ցեք բերեմ, երթամ կորսեր գարնեմ, հասեր գարնեմ, որովհետև ես պիտանի ըլլամ ապակա իմ գործատուից։ Երորդը թուրը ձեզը նոք։ Ասիկա դարբեր տեսակ գործունեություն է, Աստուծո թուրը գծեծես, բայց նաև կմոտենաս մարդոց։ Մարդոց օգնությունը կխնդրես, ոչ թե միայն խաղապարներ այս անգամ։ Փնտրած ժամանակը ռազմավարություն մշակեցի, ծրագրավորեցի, ինչպես պիտի գործը ցեք բերես, հիմա այդ ծրագիրը իրագործես։ Եթե CV պատրաստած ես, կգրգես CV, հեռացայիններ գնես, մարդոց կմոտենաս։ Այստեղ պետք է համարձակ լաս, աներես լաս,
որ աղջկոդե դունը գվանա։ Ան որ աղջկոդե դունը թուշ չելներ, կորց չի գտներ։ Բայց ասոր մեջ շատ կարևոր փորձումն է հարաբերություններ։ Հարաբերությունները Աստծո հետ մեր հարաբերությունը եւ մեր եղբայրների հետ։ Մարդիկ պիտի քեզի արձագանքեն ու խնդրանքին, եթե իրենց հետ լավ հարաբերություն ունես, եթե քեզի հանդեպ լավ դրամատրված է, քեզի կսիրե, դու իր մեջ լավ զգացումներ հարաճացուցած ես անցյալին եւ կհարաճացնես։ Բայց հարաբերությունը կմշակես ոչ թե վերջին վայրկյանին, երբ որ փամը գտնես, αλλά դարիների ընթացքում։ Եվ հարաբերությունը երկու տեսակ ճանապարհ է, it's a two-way street։ Հարաբերություն մշակելու համար դու փամը պիտի տաս, ժամանակ, չանք, օգնություն, մտածես առանցին մասին։ Այդ մարդը հիշես տարբեր արիքներով, այդ մարդը պիտի սիրես, հարաբերության մեջ սեր կա։ Հարաբերության մեջ կա, դու փուրատ կաշարես, որ դու սիրելիք մեկը ալված։ Եվ ծնողներ ամենալավ բանը, որ ձեր երեխաներուն դնեք, իրենք հասյարանեցեք, որ իրենք լավ մարդիկ ընտան, որ մարդիկ իրենց սիրեն։ Չսիրված մարդը կյանքի մեջ չի գնա հաջողություն։ Եվ հարաբերությունները մեջ ամենույնն է։ Աստծո հետ մեր հարաբերությունները, ժամանակ կուզե, չանք կուզե, աշխատանք կուզե։ Եվ երբ որ հարաբերություն չենք մշակել, նեղությունը կուքա դուրս կմնա։ Եվ աստեղ չէ, որ պիտի մտնեմ հարաբերություն մշակելու ատիկա առանցին սեմինարներու շարք է, թերքրված են աս մասին, բայց կաղապարը այդ կարևոր է, որ անցնագետրոն մարդը չի գրնար լավ հարաբերություններ ունենալ, ոչ Աստծո հետ, ոչ ան մարդոց հետ։ Եվ Հայաստան ինձի շատ փախուր է այս ուղղությամբ։ Զարմանալի, ցնցիչ, եթե գուզեք, հյուրասիրություն կա։ Շատ հաճախ ես կամճնայի Հայաստան ցնցումին։ Աղքատ մարդը ջող սեղան գտնի աչել, բարգի տրամ գաղում է և սեղան գտնի։ Ասիկա արապներն այսպես սովորություն էին, մանավանքին օրերը անապատին մեջ։ Այսօր կնա Հայաստանի որև մեկ թուզար, կավակ մոչ ուզ է, թուրը գպանալ ներս կանը կեզի սեղան գտնի աչել։ Կարևոր կետը այստեղ այդ է, որ եթե ուզենք ստանալ մեր աղթածը, եթե ուզենք մարդիկ մեզ քնծակ գալ, պետք է լավ հարաբերություններ ունենալ։ Անցնենք քնծելու պատրաստության, խոսեցանք քնծելու համատեքստը, ինչ և ինչպես, և հիմա անդրադառնանք քնծելու պատրաստության։ Տարիներ առաջ ծանոթում հեռացանեցի, բանի մտնում էի։ Սա որ ինձ մենք համապետք ունիս ինձ կհիշես։ Արքունցա շատ կարևոր փասն կար։ Այս հատվածը, որ գարթացինք աղոթքի մասին, խնդրելու մասին, հարաբերություններու մասին է, կենթակվե առողջ հարաբերություն, հայրու որդի, Աստծո հետ և մարդոց հետ։ Մարդը գնաց իմ երոջը թուրը զարգա, 7 մոդարին անձանոթին թուրը չի զարգա։ Թրացին թուրը չի զարգա, եթե թրացին հետ գրի վրացի։ Ադալ քիշերվակ եսին, համարձակություն գունենա
իրեն ընկերոջը նույնիսկ եթե լավ հարաբերություն ունեցած ընկերոջը։ Եվ այդ նույնն է լավ հարաբերություններ։ Եվ լավ հարաբերությունները ինչպես իջարաճսի մշակման գարիք ունի, քալքի է։ Հարաբերությունները առանց խնամքի չեն խորանա, չեն զարգանա։ Եվ ինչպես իջարաճսի ժամանակ չանք դրամ և շատ զոհողություն կպահանջի։ Եվ դժբախտաբար մեր այսօրվա անձնագետրոն մշակույթի մեջ Հիսուսային Ամերիկայի ասիրակը գործընծնենք, որովհետև ինքնապատ է, նույնիսկ եթե հիվանդ եղանք ամբուլանս կդանչի։ Պետք չունենք, բայց իրականության մեջ ադիգա շատ սխալ է։ Եվ որ կխոսին հարաբերության մասին, երեք մագարտակի հարաբերություն կա, որով պետք է պատրաստել։ Երեք մագարտակի։ Եվ մեկը մույսեն գաղթած է։ Եվ կխնդրեմ ուշադրություն դարձնենք խոս։ Առաջին հիմը հարաբերություններու, մյուս երկու հարաբերություններու, իմ հարաբերությունս է իմ անձիս հետ։ Ես պետք է իմ անձս սիրեմ և իմ անձիս հետ լավ հարաբերություն ունենամ։ Հիմա պիտի զարմանաս կսես կփողոքես, ինչ կխոսես դու։ Անշուշտ ես իմ անձս կսիրեմ, անշուշտ ես իմ անձիս հետ լավ հարաբերություն ունեմ։ Վստահ չեմ։ Շատ հաճախ կվախնանք մեր անձին, կվախնանք առանցության մեջ մտածել մեր անձին մասին։ Շատ հաճախ շատեր գալու ունենք իրենց անձը չեն հավիկ, չեն սիրել։ Գուզեն ուրիշ մեկ է լավ։ Գնային ուրիշներուն ինչպես են գուզեն ատորպես լավ։ Ինձ ինքը չի հավիր։ Շատ հաճախ կվախնանք թիմակրավելու մեր մեջ եղած մեղքերուն։ Կվախնանք թիմակրավելու մեր ըրած սխալներու, մեր թերություններու։ Մենք մեզի կխապենք շատ հաճախ, մենք մեզ չենք սիրել, և որ այսպիսի է մեր կյանքը, մեր ներքին կյանքը, անհնար է լավ հարաբերություն ունենալ ուրիշներու։ Եվ երկրորդը անհրաժեշտ է լավ հարաբերություններ ունենալ ուրիշներու հետ, ասկային նպած է, ես իմ անձիս հետ լավ հարաբերություններ ունենալ։ Եվ եթե ուրիշներու հետ ունին լավ հարաբերություն, գսիրեն իրենց, կխոքան իրենց համար, գալուքեն իրենց, ուշադրություն կտածվեն, գհյուրասիրեն, սիրտս կպանան, գհաստին, երբ որ պետք է, այդ ժամանակ կնամ լավ հարաբերությունները կնամ Աստուծո, որովհետև եթե ես ընկերոջս չեմ սիրել, ինչպես կնամ Աստուծո սիրել, որ չեմ լսել։ Եվ ասի գավակ կողանում առաքյալ ասել։ Եվ երրորդը Աստուծո հետ լավ Եվ նորեն աս երեք հարաբերությունները բզդիգուց կսկսի, փոքր տարիքին կսկսի, ոչ չափ ուշ ավելի դժվար, բայց երբեք բացարձակ ուշ չէ։ Որևէ նկատին գրնանք մշակել այս հարաբերությունները։ Հիսուս գցե, որ պիտի ստանանք, եթե խնդրենք, եթե փնտրենք և եթե փուլ ձգենք, լավ հարաբերություններու համատեքստի մեջ, կոնտեքստի մեջ։ Այսպիսի կոնտեքստի մեջ պիտի խնդրենք միայն ան ինչ որ մեզի համար լավ է։ Մեկը որ իրանցի կսիրե, մեկը որ ընկերոջ կսիրե, և Աստծո կսիրե, լավ հարաբերություններ ունի այս երեքի մեջ, չի գրնալ ոց և դարիջուցել։ Աս մարդը լավ բան ուզի, և Աստված այդ լավ բան ուզի տալ, որովհետև մենք ասում ենք ամեն դիտվածները լավ կերպով գործածել։ Բայց նույնիսկ եթե Աստված մեր ուզածը չդվա, ինչ պատճառներով որ մեր թուք են անդվել, մենք դագամի խողունակ ենք, ուրախ ենք, Աստուծո կսիրենք, բավարարված ենք, որովհետև ամենաթանկագին ունի։ Մենք մեզ կսիրենք, մեր եղբորը կսիրենք, Աստուծո կսիրենք և հիանալի բավարարվող հարաբերություն ունի։ Եվ կյանքի
Աստղեր, այսօր նվեր, որպեսի որ պետք ունենան խնդրեն ստար, աստվածողների խոսք։ Մեր ընծաները դերոջ մատուցանյալով պատրաստ են։ Եվ ողջույն Սրբո հաղորդակցությունը ծեր բոլորին հետ ըլլա։ Ամեն։